Տեր Արմեն, ասում եք իրենք աղոթել անգամ չգիտեն, իսկ անիծել ինչ եք կարծում, գիտեն կամ երբ որ անիծում են այդ անեծքները տեղ հասնում են, ինչու եմ նման հարց տալիս, որովհետև օրերս Տեր Զարեհը ասաց, որ ովքեր հանդգնեն, այսպես ասած, ընտրել քաղաքացիական պայմանագրին, ազգի անեծքը թափվելու է նրանց գլխին։ Հիմա ինչու են որոշ հոգևորականներ անցել արդեն անեծքի լեզվով խոսելուն կամ սպառնալուն։ Նայեցեք, եթե իրենք աղոթքը, եթե իրենք կարողանային աղոթել եւ իրենց աղոթքը լսելի լիներ, նույն ցեվով պիտի ասեի, որ կարող է իրենց անեծքը լսելի լիներ, բայց իրենց անեծքը միայն թափելու է իրենց գլխին։ Ես զարմանում եմ, այս մարդիկ Աստվածաշնչից խաբար չեն։ Քրիստոս շատ հստակ ասում է, որ ձեր բերանը միայն օրհնության համար է, դուք չեք կարող անիծել։ Եվ օրինակ է տալիս, ասում է, աղբյուրը չի կարող երկու տեսակ ջուր բխել։ Կամ քաղցր ջուր պիտի բխի, կամ լեղի ջուր պիտի բխի։ Եվ ասոնց բերանները միայն անեծքով է բաց, միայն զրբարտությամբ, միայն փորձում են ամեն տեսակներով